24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու Ես եմ շնորհակալ։ Ընտրություններին դեռ 3.5 ամիս կա, բայց իշխանությունը բավականին լարված է եւ ամենօրյա ռեժիմով Facebook-յան ուղիղ եթեր են մտնում եւ խոսում են, որ ընդդիմությունը ուզում է Գյումրիի սցենարը իրագործել եւ ասում են, որ պետք է ժողովուրդը թույլ չտա, որպեսզի խաթարվի այն խաղաղությունը, որը մենք ձեռք ենք բերել, նույնիսկ խաղաղության ճարտարապետությունը չպետք է թույլ տանք, որ քանդվի։ Ինչի է վախենում իշխանությունը Գյումրու սցենարից եւ ինչ վտանգ կա արդյոք կարծում են, որ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն կարող է հավաքել եւ իշխանության վերաընտրման վտանգ են տեսնում։ Շնորհակալություն։ Նախ դուք բանալի բառ օգտագործեցիք հավաքական ընդդիմություն։ Այս փուլում այդ տերմինը իշխանության կողմից օգտագործելը խոսում է քաղաքական անգրագիտության մասին, որովհետեւ եթե չկա մեկ միասնական ցուցակ, մեկ միասնական տեխնացիով, առնվազն տեղին չէ խոսել հավաքական ընդդիմության մասին։ Իրավաքաղաքական կատեգորիա է դա, որը ենթադրում է մեկ միասնական դիմադիր ցուցակ։ Դե մեկ ցուցակով այո, հանդես չի գալու ընդդիմությունը, բայց ասում են Գյումրու սցենարն են որոշել անել։ Հավաքական ընդդիմություն տերմինը այս փուլում մատնում է իրենց հավաքական վախը, ոչ թե իրականությունը, ոչ թե արտացոլում է իրականությունը։ Երկրորդը, իսկ ինչ ունեն իրենք Գյումրու սցենարի դեմ։ Գյումրու սցենարը ամենադասական խորհրդանական մոդելներում ընդունված ներառական կառավարում ենթադրող դեմոկրատական սցենարն է։ Իսկ ի՞նչ է պատահել Գյումրիում։ Գյումրիում հեղաշրջում է եղել։ Ոչ։ Գյումրիում անցողիկության շեմը հաղթարած կուսակցությունների մեծամասնությունը որոշել է քվեն տալ առավելագույն ձայներ ստացած տեխնացուին, որպեսզի նա ձևավորի քաղաքային իշխանություն, այստեղ որն է Գյումրիի մոդել, սցենար, որ ասում են, կարծես մի հատ դարի հանցագործություն են բացահայտել, ասես վերցնում են թափ են տալի, այս բանը վախացնում են ժողովրդին։ Հասկանում եք, այդ իրանց հայտարարություններով իրենք ոչ թե ընդդիմությանն են անվանակարգում, այլ ոտնձգում են սահմանադրական կարգի դեմ։ Այսինքն ոնց որ ասեն, որ որևէ քաղաքական տեխնոլոգիա, որը կբերի մեր իշխանության վախճանին, հակապետական բան է։ Համարյա հոմանիշ է այդ իմ ասածը իրանց այդ պնդումներում։ Գյումրիում, ելի եմ կրկնում, հարգելի հերմինը, տեղի է ունեցել ամենադեմոկրատական մեխանիզմով ժողովրդի կամարտահայտության հիմքով իշխանության ձևավորում։ Թողենք հետո իրանք ինչ արեցին, այսինքն իրանց արածներ, հա, դեմոկրատական, որ ամեն գնով թիրախավորեցին ընտրված մարդուն, չեմ ուզում իրավական գործի նրբությունների մեջ մտեմ, բայց ակնհայտ է, որ չէ, որ ընտրվելուց հետո դրեցին խոշորացույցի տակ այդ մարդուն, որ ինչ-որ բաներ գտնեն, տանեն փագեն։ Հիմա այդ մարդիկ, ընդ որում մի քանի ԿՊ-ականներ, Արսեն Թորոսյան, Ռուբինյան եւ այլն, որ գոնե ես հանդիպել եմ այս մասի, որ խոսում են, ինչա իրանք կասկածի տակ են դնում Ավինյանի լեգիտիմությունը։ Գյումրիի սցենարը առաջին անգամ իրանց ասած Գյումրիի սցենարը առաջին անգամ կիրառել է Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվելուց։ Չէ, կազմեցին կոալիցիա եւ այդպես կարողացավ հաղթել։ Այսինքն եթե չլիներ Գյումրիի սցենար, Ավինյանը օրինակ քաղաքապետ չէր դառնում։ Հիմա իրանք վտանգ տեսնում են, որ այդ սցենարը կարող է լինել, ինչ խնդիր կա։ Այդ խնդիրն է, իրանց վախերը բացահայտում են, այո։ Բայց շատ շուտ են սկսել անհանգստանալ, այդ նշանակում է շատ վատ վիճակում են իրանք, որովհետև նախ պիտի ընտրություններ լինի, հասկանանք որ բևեռները կամ կոնսոլիդացիոն կենտրոններն են հաղթահարում անցողիկության շեմը, հետո 1000 մի կոմբինացիա կարող է լինել։ Իսկ որտեղ է սահմանադրության որ կետով է արգելվում ընդդիմադիր կուսակցություններին իրար հետ համագործակցել կամ որևէ 2-3 կուսակցություն։ Չեմ ոգևորվեք Քոչյանն ու իր օլիգարխները բան։ Որ այդ բոլորը իրար հետ լինեին, մի ցուցակում կլինեին։ Ակնհայտորեն տարբեր ընտրական ցուցակների մասին է, չէ՞ խոսքը։ Այդ կամ էլ որ տենց այդ վայրահաչում են, տես խոսում են, ես մի բան էլի հիշացնեմ։ Ես էլ եմ, չէ՞ կոնսոլիդացիոն կենտրոններից մեկում առանցքային դերակատար։ Այդ գրողները ինչի չեն հիշում, որ ես Քոչյանի օրինակ 2 անգամ եղել եմ քաղաքալամունավոր։
Հո փաստերը իրանց ուզած ձևով իրար կողք շարելու բանը խեղաթյուրելը չի։ Եթե իրենք այդքան վստահ են, որ անցնելու են ընտրություններում եւ ասում էին 50%-ից Այ ավել դե ձայն դա, ենք ստանալու, դուք տեսնում հիմա եք, ինչ որ վստահ վտանգ են չեն։ իրենք տեսել, հիմա որ Տեսնում եք, չէ՞ այդպես որ փոխվել վստահ է։ չեն։ Այդ այսինքն այն որ մեկ-մեկ sense տեսախցիկների առաջ հայտնվում են 50 այսքան կստանանք, 50 այնքան կստանանք, ավելի շատ ձայն կստանանք, քան նախորդ ընտրություններում, դա ակներևաբար տեսնում եք, չէ՞ որ բլեֆ է։ Որտեվ 50 եւ ավելի տոկոսի կանխատեսում ունեցող ուժի համար պիտի բացարձակապես մեկ լիներ, չէ՞։ Մյուսները իրար միանում են, չեն միանում։ Որտեվ իրանք իշխանության բանալին ըստ իրենց հայտարարությունների իրենց ձեռքում է։ Թե դուք եք իշխանության գողը, իսկ բանալին հետ էլ ձեր ձեռքում չի։ Հիմա ինչ որ process-ներ եք տեսել, վախենում եք։ Իրանք իրենց պահում են իշխանության գողի պես։ Եվ իրենց այդ հայտարարությունները, այո, որ դուք նոր վկայակոչեցիք շատ արդարև, բացարձակապես չի համապատասխանում այն խոճապին, որ իրենց գրառումներից թափում է, ուղղակի թափում է այդ խոճապը։ Ինչու միանգամից սկսվեց այս ամեն ինչը եւ այսքան շուտ ինչպես դուք էլ նկատեցիք, արդյոք գործողություններ անելուց առաջ արվող հայտարարություններ են, այսինքն կալանավորումներ, չգիտեմ, այլ ճնշող գործիքներ կիրառել։ Ստեղծում արհեստական ակնհայտ։ Ինչից սկսվեց այս զուրույցները։ Երևի դուք շատ լավ կհիշեք, չգիտեմ դուք անձամբ դեռ ներկա եղել եք թե չէ, բայց հաստատապես հետևել եք։ Հայտնվեց primary-ի հետ իրենց միջոցառման վայրում Նիկոլ Փաշինյանը, ուրբաթ օրներ կարծեմ անցած, ասուլիս տվեց ճեպազրույց լրագրողների հետ եւ մի ցնցող հայտարարություն արեց, ցնցող այն իմաստով, որ այդ հայտարարությունը որևէ ձևով չի տեղավորվում դեմոկրատական երկրի տրամաբանության եւ մտածողության Որ օլիգարխները նախկին նախագահները դուրս են շպրտվելու։ Նախկին նախագահներն ու օլիգարխները չեն լինելու քաղաքականության մեջ։ Տեսեք, սա ինչով է վտանգավոր հայտարարություն։ Ես հիմա ոչ նախկին իշխանությունների փաստաբանն եմ, ոչ օլիգարխների։ Հարցը իրենք չեն։ Այս հայտարարությունը որևէ ձևով սոցիոլոգիայի վրա հիմնված չի։ Որովհետև ցանկացած սոցիոլոգիական հարցում, եթե հիմա դուք նայեք, ցանկացած, նույնիսկ իշխանության արած սոցիոլոգիական հարցումները, դուք կտեսնեք, որ այն մարկանց, ում ինքը նկատի ուներ, բայց անունները չտվեց, բայց թիմակիցները անուններն են տալիս այդ մարկանց, հունիսի 8-ից հետո հաստատ քաղաքականության մեջ լինելու են։ Նույնիսկ կարող նոր իշխանություն ձևավորեն։ Հետևաբար, եթե սոցիոլոգիան անտեսելով գործադիր իշխանության ղեկավարը նման իմպերատիվ բնույթի հայտարարություն է անում, նա անասավորում է բացահայտորեն բռնապետություն հաստատելու մտադրության մասին։ Բայց նա ասում է ժողովուրդն է այդպես։ Ինքը գիտի, ասում է, ես գիտեմ սոցիոլոգիական որևէ հարցում չկա, որը համապատասխանի իր պատկերացումների, նույնիսկ իշխանության պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցումներով այն անունները, որոնք իրանց նշում են, առնվազն խորհրդանում հայտնվելու ավագնորդներ են, ճիշտ է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի կարող հանրային կարծիքի վրա հիմնված լինել։ Դա հիմնված է իր ցանկության վրա, իսկ եթե նկատի ունենանք, որ այս պարագայում ցանկություն հայտնողը գործադիր իշխանության կրողն է, դա նշանակում է ուղիղ ցուցում իրավապահ մարմիններին, ուղիղ ցուցում ընտրական մարմիններին, այն մարմիններին, որոնք ընտրությունները պետք է կազմակերպեն, մի խոսքով սա նշանակում է բռնապետություն հաստատելու անոնս։ Գործադիր իշխանության ղեկավարն ով է, որ պետք է որոշի ընտրական ինչպիսի խճանկար պետք է ունենանք։ Ինքը կարող է մաքսիմում խոսել իր թիմի հնարավորությունների մասին, իր թիմի հավակնությունների մասին, գնահատի ումը համարում իրենց հիմնական մրցակից, մաքսիմում դա կարող է անել։ Հիմա օրինակ Ռուբեն Ռուբինյանը ուղիղ եթերով այսօր ասում էր, դուք տեսել եք, որ նրանք ասեն, որ մենք անք իշխանության խաղաղության պայմանագիրը կնքելու ենք։ Այսինքն այս մարդիկ չեն ուզում խաղաղություն, իրենք դեմ են այն խաղաղությանը, որ մենք տարիներով այսպես դժվարությամբ կառուցում ենք, եւ ժողովուրդը հիմա պետք է իր խոսքն ասի, արդյոք չի ուզում խաղաղություն։ Այսինքն իշխանության ներկայացուցիչներն են ասում, որոնք 2015-16 թվականներին աբգոն արեցին բոլոր ոչ մի թիզականներին իրենց խոսույթով։ Այդ իրանք էին Աղդամում լուսանկարվում, Արցախը Հայաստան համարում,
ամեն ինչ իրանց արկածախնդիր քաշնազարական հայտարարություններով մեր դուրը բերում պատերազմը։ Հիմա այդ խաղաղասեր են դարձել, այսինքն իրանք խաղաղասեր չեն դարձել։ Ալիևի տփոցից հետո կզած վիճակում մանեկող են դարձել։ Իրանց ասածը խաղաղության հետ կապ չունի։ Այդ որ քաղաքական ուժը կամ ուժերն են հայտարարել, որ խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու։ Կամ այդ Ալիևը վազում է խաղաղություն պայմանագիր ստորագրելու, այդ Հայաստանում ստորագրող է, չկա։ Անես տպարություն են ստեղծում, ոնց որ Ալիևը արդեն ստորագրությունը դրել է, այս ընտրություններն ու ընտրության որոշ մասնակիցներ են խանգարում, որ այդ փաստաթուղթը չստորագրվի։ Այս մարդիկ հազար ներողություն իրենց են ապուշի տեղ դրել, թե ժողովրդին։ Իրանք չեն լսել Ֆրանս 24-ին ինչա ասել Ալիևը։ Դե էլի ասել է սահմանադրությունը Ընդդիմության վրա խոր տալու փողը, այդ ոչինչ, այդ անդադ է ասել։ Իսկն ոչինչ չէ, բայց այնքան է ասել, դրան մեր դե արդեն երկար ժամանակ է ասում են։ Շատ վտանգավոր բան Գերիների մասով։ Հա? Գերիների մասով վտանգավոր։ Այդ գերիների մասին չի, այդ մեր մասին։ Որ ասած հանցագործություն են արել Բաքվի, հա բերում է ուրեմն Բաքվի դատարանը, բռնապետական Ադրբեջանի ֆարսի վերածված դատական համակարգը Նյուրնբերգի հետ անույն ասում, մեր ռազմագերիներին ասում է նացիստներից ավելի վտանգավոր հանցագործներ են։ Շարունակությունը չի ասում է էշին էր միայն ուղի խոսքը ասում, շարունակությունն էլ նշանակում է, որ մեզ դնում է Հայաստանին։ Նացիստական կապիտուլացված Գերմանիայի տեղը, ճիշտ է։ Ուրեմն կապիտուլացված երկրի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքում։ Նրան հետևողականներ են պարտադրում են կապիտուլյացիան ամբողջ փաթեթով։ Ինչն էլ անում է Ալիևը։ Դե ինքը մեծահոգի է իրեն ներկայացնում, չի անում դա, ինքը ուղղակի ցմահ ազատազրկման է ենթարկել եւ խաղաղության պայմանագիր է կնքում։ Ուրա չի կնքում։ Ուզում է, դե մեր սահմանադրությունն է ասում փոխեք։ Մի հատ ուրիշ բան հայտնի։ Ոչ մի փաշ չունեք։ Բացի Նիկոլ Փաշինյանի վարդագույն երազանքներն ու պատրանքները։ Ինքն էլ շատ լավ գիտի, որ Ալիևը ոչ էլ շտապում է խաղաղության պայմանագիր կնքել, ոչ էլ իրավաքաղաքական ձևակերպում է տալիս տեղի ունեցածին շտապում տալ, որտեվ կարծում եմ Հայաստանից ավելին կարող է ստանալ, ընդամենը։ Այսինքն դու այդ բանը ընդդիմությունը ինչ է ասել, կոնկրետ ես էլ եմ ընդդիմություն եւ ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անհրաժեշտություն է։ Այլ խնդիր է, որ մենք ասում ենք, որ առանց միջնորդական ինստիտուտի դաստորագրելը որևէ իրական ինստիտուցիոնալ խաղաղություն չի բերելու։ Որտեւ այս դիսբալանսի պայմաններում անդադ Ալիևը կորզելու է Հայաստանի զիջումները, ես ավելին ձեզ ասեմ, այս համարադրության հարցն է պատրվակ, դաստորագրես մի հատ ուրիշ օրակարգ է գալու մեջտեղ։ Չնայած իրանք զուգահեռաբար նաև Արևմտյան Ադրբեջան իբրև թե փախստականների վերադարձության։ Ասում են նրանք եթե ինձ դիմեն, ես պետք է ընթացք տամ, Ալիևն է ասում։ Այսինքն տեսնում եք, որ մենակ սահմանադրությունը չի խնդիրը։ Իսկ Ռուբինյանն ու մյուսները նենց են ներկայացնում իրավիճակը, որ եթե ընտրությունները չլիներ, ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը չլինեն, Ալիևը հենց հիմա ստորագրել է այդ թուղթը։ Ուղղակի ինքը մտածում է, որ կարող Հայաստանում ստորագրող չլինի։ Չկա նման բան, չեք հեքիաթ պատմում։ Հիմա օրինակ Գևորգ Պապոյանը ես նկատեցի, ասում էր, որ այս ընտրությունները անկախությունը պաշտպանելու եւ անկախությունը կորցնելու մասին են։ Արգելի Հերմինե, հիմա այս խոսքը ընդհանուրապես հիբրիդային պատերազմի գաղափարախոսության մեջ է։ Դոմփագիտության տեխնացու վարչապետից մի ֆրազ կբերեմ, դե որ քանի որ ասեցի շատ ինտելեկտուալ, ուզեցա գիտական աշճաններ նշեմ։ Հիմա մի համեմատություն կբերեմ։ Այդ մարդը գնում է մեկ հարցազրույցի Վենսի Հայաստան այցելելուց հետո եւ հայտարարում է, որ քանի որ թրիփը 99 տարով է, 99 տարի ամերիկացիք պիտի ներդրումներ անեն, հենց այլ ապացույց է, որ առնվազն 99 տարով մեր պետականության հարատևությունը երաշխավորված է, բառացի չեմ մեջ բերում, բայց իմաստը կարծում եմ շատ ճշգրիտ ձեռք բերեցի։ Վայ են երկրին, որ ինքնիշխանությունն ու պետականությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական մի հատ կենտրոնի ցանկությամբ
Նույնիսկ այս դեպքում աշխարհակաղակական կենտրոնի ցանկությամբ էլ չէ։ Մի հատ այդ կենտրոնի մի հատ նախագծով։ Էս է ինքնիշխանությունը։ Եթե իրանց պատկերացում ինքնիշխանության մասին էտա, ես ցավակցում եմ իրանց, իրենք երջանիկ վասալներ են։ Իրենք ուղղակի երջանիկ վասալներ են։ Երջանիկ վասալը ինչ գիտի ինչ է ինքնիշխանությունը։ Բայց ամեն դեպքում հիմա այս քարոզչությունն է տարվում, որ եթե գան իրենցից բացի այլ ուժեր, ընդդիմադիր ուժերը մասնավորապես անկախությանը վտանգ է սպառնում, պատերազմ կարող է լինել։ Հիմա այս Ժողովուրդ ո՞ս կարա ժողովրդի կամ արտահայտության հետևանքը սպառնալ Հայաստանի ինքնիշխանության հարգելի Էրմինե։ Ով էլ գա պիտի օրինական ընտրություններով։ Հայաստանն ուզում է կցորդ դարձնել։ Ում կցորդը։ Դե Ռուսաստանի նկատի ունեմ։ Փաստ ունեն, որ մենք ուղղորդվում ենք, օրինակ ես, օրինակ որևէ աշխարհակաղակական բևեռ։ Բա փաստ ունենք, եթե մենք դրսից ենք ուղղորդվում, դա հանցագործություն է։ Բերեք փաստերը դրեք, հիմնավորեք, բոլորիս ազատազրկեք։ Հո դատար խոսալով չի։ Ես ձև է։ Հիմա դու կարծում եք այդ Մի րոպե, բայց ես փաստեր ունեմ, որ իրենք արդեն ընտրական օրենսգիրքը խախտելով, իդեպ դա խախտում ընտրական օրենսգիրքին։ Դրսից տղա են բերել, որ մի կերպ իրաց վերարտադրության հարցը լուծեն։ Դուք լսել եք որևէ գործիչ դրսի, որ ընդդիմադիր որևէ ուժի քարոզչությամբ զբաղվի իր ապարակավ կամ որևէ ձևով։ Վենս, Ֆիդան, էլ որ մեկը ասեմ։ Հակառակը Ռուսաստանից երբ որ անտակտ հայտարարություններ են, չի օրինակ Սալավիովի։ Մեկը ես շատ խստիվ դատապարտում եմ ու շատ իմ գործընկերներ։ Այդ իրանց հոգեվիճակը փորձում են մատուցել որպես ընդդիմության վարքագիծ, հա։ Ամենամեծ վասալները իրանք են։ Ընդ որում արդեն խառնել են, որ տիրոջ վասալն են։ Ալիևի թե Ալիևի Էրդողանի թե Վենսի ու բանի Թրամփի թե Եվրո բյուրոկրատիայի ամեն ինչ անում են իշխանությունը վերարտադրելու համար։ Վասալային երջանկության, երազախաբության մեջ են գտնվում, դրանից բխողել այս տեքստերն է իրանց։ Հորինված կա հիբրիդային պատերազմի եւ ընդդիմության դրսից ուղղորդվելու վերաբերյալ թող փաստ ներկայացնեն։ Հիմա պատերազմ չեն ասում, հարձակում հիբրիդային ասաց Սիմոնյանը։ Խիստ քաղաքակիրթ Ալեն Սիմոնյանը որոշեց, որ պատերազմ բառը հարիր չի իրենց։ Այսինքն ավելի մեղմացվում է այս ամենը։ Եվ կարծում եք այս ամենը շարունակվել է մինչև ընտրություններ, թե հետո ավելի կուժեղանա այս խոսույթը։ Թե սա հիմա արվում է մինչև ընտրություններ, նաև արևմուտքին ցույց տալու։ Ստրիպտիզ ապրել արևմտյան բոլոր հնարավոր մայրաքաղաքներում, ոմանք իրացին մասնագիտությունն են հիշել, այս ձևով կոնսոլիդացնել հասարակությանը եւ փորձել իբր անկախության պաշտպանության այդ լոզունգի տակ քվեներ գրպանել։ Բայց ես նույն Գևորգ Պապոյանին ասում եմ տղա ջան, հələ մի հատ կողնորոշվի։ Դու արդեն ինքնիշխանության կամ անկախության օր մի հատ ուրիշ ամսաթիվ էիր նշել։ Ստեփանակերտի վրա ադրբեջանական ագրեսիայի օրն էիր նշել 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։ Այսինքն ադրբեջանական ագրեսիվ գրոհը համարել էիր Հայաստանի ինքնիշխանության օր։ Հիմա մեկ կողնորոշվի։ Այդ օրն է Հայաստանի անկախության օրը, թե ձեր իբրև թե հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Շուտ բան խառնել են։ Ոնց որ թիմով արդեն խճճվել են, չէ՞, Ղարաբաղը որ թվին է հանձնվել։ 91 թվին է հանձնվել, Լիսաբոնում է հանձնվել, Ռոբերտն է հանձնել, Լևոնն է հանձնել, թե Սերժն է հանձնել, չնայած այդ իրեքով այն կարգի են հանձնել, որ Նիկոլ Փաշինյանից այդ վերցրեց Ալիևը։ Իրանց մոտ բան է, խճճվել են, քարոզչական թեզերը խճճել են։ Իսկ եկեղեցու շուրջ իրավիճակը միջև որ կարող է հասնել, քրեական գործ նախաձեռնվեց կաթողիկոսի նկատմամբ, նրա դուրս գալը արգելվեց, ինչ է սպասվում Փաշինյանին նախորդել էր Փաշինյանի նորից հարցազրույցը, ասում է կաթողիկոսություն ուզում են Հայաստանից հանեն դուրս, գանձերը հանեն դուրս եւ քայլեր պետք է ձեռնարկվի։ Փաստ եւ ընդդիմության վերաբերյալ եւ հոգեվոր կաթողիկոսության վերաբերյալ եւ մայրաթորի վարքագծի վերաբերյալ դատարկ մեղադրանքներ են առանց որևէ փաստի։
նույնիսկ տոտալիտար սովետական իրականության պայմաններում մենք 50-ականներին ունեցել ենք եպիսկոպոսատ ժողով, եթե չեմ սխալվում, դա անցկացվել է Եգիպտոսում։ Նույնիսկ Սովետ միության տարիներին։ Նույնիսկ սովետական տոտալիտար իշխանությունը չի մտածել, որ օրվա կաթողիկոսը կամ հոգևորականությունը կաթողիկոսությունը երկրից դուրս անելու պլան ունի։ Բայց այդպիսի խոսակցություններ հարցազրույցներում լինում էր, որ կաթողիկոսությունը կարող են այլ երկիր տանել, եթե Դուք ինձ վտանգված է։ եք հարցրել, ես ասել եմ դա լավ սցենար չի։ Դե ես Դուք ձեր լսել եք, ասածը որ չեմ ասում, որևէ ընդհանուր այդ հոգևորական խոսույթը կամ նման միգուցե բան դա է ասել։ ասում։ Լսել եք որևէ։ Իսկ Հոգևորականներից չեմ լսել։ պետության ղեկավարը քիթը խոթում է այս կամ այն խոհանոցը եւ լսում է այդ խոհանոցը ինչ է խոսում։ Պետության ղեկավարը ենթադրությունների հիման վրա քաղաքականություն կառուցելու հայտարարություններ անելու իրավունք չունի։ Նա կամ տիրապետում է փաստերի, վկայակոչում է այդ փաստերը եւ հայտարարություն անում, կամ էլ կեղծ մեղադրանքների շարանակ ապում, որպեսզի այդ մեղադրանքը առաջադրի վեհապարի։ Ասում եմ տեղեկություններ ունեմ, մեզ փոխանցել են շարժերի մասին, մեզ տեղեկացրել են։ Բացարձակապես սուտ հայտարարություն է։ Ճիշտ այնքանով է ճիշտ, ինչքան որ Բագրատ Սրբազանը ահաբեկիչ է, հիշում եք, չէ՞ ոնց պայթեց։ Պայթեց նաև Արշակ Սրբազանի հետ կապված տեսագրության, տեսանյութի, բանը օբյեկտիվությունը։ Հիմա նույն պատմությունն է։ Ինչ եք կարծում, որ այս դեպքում պիտի ճիշտ ասի։ Պիտի ինչ-որ ձևով մեղադրանք առաջադրեին վեհապարի դեմ, բա ոնց հիմնավորեին։ Դե դատական ակտը չկատարելու համար է այս Հասկացա, բայց դժվար է էլի բանը հասարակությունը չի կարողանում մարսել, մի հատ տենց սուտել հորինոր, որ կաթողիկոսությունը, գանձերը, բանը ուզում են Հայաստանից հեռացնեն եւ այլն։ Որևէ փաստ չունի։ Եթե փաստ ունենար, հիմա գիտեք քանի տեսանյութ էին տարածել, քանի գաղտնալսված հեռախոսազրույց էին տարածել, ոչ մի փաստ էլ չունի։ Հիմա ինչու է բա նման մեղադրանք այդ գանձերը, որ ասում է կարող է հանել։ Ինչպես Կարող պետք է իրանք են հանել։ ուզում գանձերը իրանան։ Ընդհանրապես յուրաքանչյուր մարդ դատողության է անում իր փչացվածության կամ դաստիարակության ու արժի համակարգի շրջանակներում։ Ես ինչ իմանամ։ Բայց գանձերը այդպես ով ուզենա կարող է երկրից հանել։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ է անում։ Հիմա գիտեք իր ասած պատերով քանի անգամ էր տվել այդ մարդկանց։ Ոչ մի փաստ էլ չունի։ Ընդհանրապես այդ 8 տարում հետ ինչ ասել, որ իրականության հետ աղերսվում է, որ տենց էլ զարմանում եք, որ ես ասում եմ այդ մարդը փաստ չունի։ Հիմա սա որ ասում են շարքուն ինչ-որ քայլեր են հաջորդելու, գործողություններ են լինելու։ Նախ տապալեց եպիսկոպոսա ժողովը, եկեք անկեղծ լինենք, որտեղ այն ինչ-որ հիմա Ավստրիայում տեղ ունենում, դա մաքսիմում հավաք է, որը իրավական որոշումներ կայացնելու իրավական մանդատ չունի։ Ոչ բոլորն են մասնակցում Եվ երկրորդը, եթե ընտրություններում հանգարց հաջողի, ավարտին է հասցնելու, դուք հասցեցիք միջև ուր կհասնի։ Դրա պատասխանը տրվելու է հունիսի 7-ին։ Եթե ինքը շարունակի պաշտոնավարել, կասկած չունենաք, որ եկեղեցու հետ կապված դիվային ծրագիրը միջև վերջ հասցնելու է ավարտին։ Հիմա էլ ասելու այնց մանդատ տվեցին կաթողիկոս կալանավորելու իրավունք ունեն։ Ոնց որ հիմա ինչ այլանդակություն անում է, վկայակոչում է 2021-ի մանդատը, ճիշտ է։ Երբ որ Աստված մի արասը կեղծելով կամ չգիտեմ ինչ ձևով, եթե 2026-ին մանդատ ունենա, բացահայտորեն ասելու է, որ բան է։ Քանի որ ժողովրդին վստահության մանդատ է տվել, կաթողիկոսին կալանավորելու իրավունք ունեն, որտեղ ես այդ մասին խոսում էի, չեք ասի, որ չուզեին մանդատ չէին տա։ Այս թիվին փակելու իրավունք ունեմ, այսինքն ինքը լեգիտիմության գրեհիկ մանիպուլացված վերսիան է։ Դե այդ մասին խոսեցել, ասած եկեղեցին զանգերը հնչեցրեց, մարդ չհավաքվեց։ Նշանակում է, որ ժողովուրդը իմ ասած օրակարգին կողմ է։ Պատասխանում, ասում եմ Աստված մի արասը, եթե այս իշխանությունը պահպանվի, մենք հատակը ծակելու ենք ավելի ներքև իջնենք, այսինքն կաթողիկոսը լա կալանավորվելու, այլ բաներ էլ են տեղի ունենալու։ Հիմա դուք ինչ եք կարծում, ինչ վիճակ է ընդդիմադիր դաշտում, ինչ դասավորումներ պետք է լինեն, որ ճիշտ արդյունք լինի, իշխանապողություն լինի։ 3 կամ 4 կոնսոլիդացիոն կենտրոններ է, որ բազմաթիվ անգամներ ձեր եթերներում ես ասել եմ։ Հիմա այդ կենտրոնների արագ ձևավորման փուլ է գնում։ Յուրաքանչյուր իր տնային աշխատանքն է կատարում, ինչքանով արդյունավետ է տնային աշխատանքը կատարվել, մարտի վերջերից ապրիլի սկզբներից արդեն պարզ կլինի։
Դրա ցուցիչն էլ հետեւյալն է, այդ տնային աշխատանքը կբերի հասարակության ակտիվությանը եւ ընտրությունների բարձր մասնակցությանը, թե ապատիկ վիճակը կպահպանվի։ Եթե տեսնենք, որ հասարակությունը աշրջանում ակտիվանում է, համարեք իշխանափոխությունը երաշխավորված է։ Բայց ամեն դեպքում մենք չենք լսել դեռևս թե ով ում հետ է միանում կամ մի քանիսի անունն է հնչում, օրինակ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության մասին ասաց, դուք փաստորեն Գագիկ Ծառուկյանին եւ նաեւ Անդրանիկ Թևանյանը Պրոցեսը չի Մայր վերջացել։ Հայաստանը, բայց մյուսների մասով մենք չենք Դե դուք տեսնում, գիտեք, չէ, որ այդ քանի դեռ ամեն ինչ որոշումը կա։ համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չի, սկզբունքն է գործում։ Ճիշտ չի բանակցությունների ժամանակ հայտարարություններ անել։ Եթե մենք արդեն որոշել ենք, որ առաջարկ Հայաստանի ծրագրին ենք միանում, այդ մասին բացահայտ ասում ենք։ Եթե ինչ-որ այլ քաղաքական ուժ դերևս բանակցությունների փուլում է, բանակցությունների փուլում ճիշտ չի, որ բարձրաձայն հայտարարություններ հնչեն։ Բայց մեկ ճակատով նաև հանդես գալու մասին էր խոսվում, որ ճիշտ կլինի, որ ընդդիմությունը մեկ ճակատով Ով էր խոսում։ հանդես գալ։ Այդպիսի գործիչներ էլ կան։ Ես այդ ուտոպիա եմ համարել, դերևս չեմ մոտեցել կենսաթոշակային տարիքի, ուտոպիստական գաղափարներ շատ սիրում եմ թեզեր, բայց պրակտիկ քաղաքականությանը դա վնաս է։ Ուտոպիստական գաղափարներով տարվեմ, երբ որ կենսաթոշակառու կլինեմ եւ պրակտիկ գործունեությամբ չեմ զբաղվում։ Եթե նպատակը ասում են Փաշինյանին հեռացումն է, ինչն է խանգարում, որ միաբանվեն այս Իսկ մի ով անգամը ասում, որ ընտրություններից առաջ եւ Փաշինյանին հեռացնել։ ամենաարդյունավետ ձևն է հաղթելու։ Կեղծ թեզ է այդ։ Ով ասում։ Ինչու արդյունավետ չի։ Որովհետեւ ես կարծում եմ, որ կոնսոլիդացիոն յուրաքանչյուր կենտրոն ունի իր սպეციფიկ էլեկտորատը, որը միավորվելու պարագայում նույնիսկ կարող է կորուստ արձանագրի, ոչ թե հակառակը։ Ամեն ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոն կարող է էլեկտորատը մոբիլիզացնել, հետո պարզվի, որ խորհրդանական ընտրություններից առաջ այդ ժամանակ նոր հավաքական ընդդիմության տերմինը կարող ենք օգտագործել եւ կարող է պարզվել, որ բոլոր ընդդիմադիրները միասին ավելի շատ քվեներ են ստացել, քան իշխանությունը։ Ես գիտեք, այդ տեխնոլոգիաները ոչ մեկ չի կարող հիմա ինձ համոզել, որ մեկ ցուցակը շատ ավելի արդյունավետ գործիք է իշխանությանը հաղթելու, քան 3-4 ուժեղ ցուցակը։ Ավելին ասեմ, հիմա էլ հարցեր են տալու, ասենք, եթե մի ցուցակ եղավ, օրինակ ասելու են Սուրեն Սուրենյանցը ինչ գործ ունի, այսինչանի հետ, քանի որ իրանք միշտ անհաշտ գաղափարական հակամարտության մեջ են եղել, հիմա էլ ամբողջ օրը պետք է բռնենք իշխանության այդ կեղծ թեզերին, այդ օրակարգի արդարացնող հակաթեզեր շրջանառել։ Չէ, սա ամենաճիշտ ձևն է, որ մոտենում են, միավորվում են իրար հետ մի քանի ցուցակներում գաղափարական եւ քաղաքական առումով իրար մոտ գտնվող ուժեր, հետո ընտրությունների արդյունքների հիման վրա արդեն կորոշվի այդ ընտրական փուլում ինչպիսի վարկագիծ ունենան ընդդիմադիր ուժերը։ Եվ այն հանգամանքա, որ Փաշինյանին ԿՊ-ից 38 հոգի ձայն չէր տվել, այս մասով ինչ կասեք, ընտրություններ էին ընթանում, ընտրական ցուցակների Դա նշանակում է ԿՊ-ն ամբողջովին վերջացած վիճակում չի։ Եթե 38 ԿՊ-ական կա, որ Նիկոլ Փաշինյանի դեմ է քվեարկել կամ կողմ չի քվեարկել, այդ նշանակում է, որ ներսից բանալիներ հանձնող այնուամենայնիվ կան։ Այդ հույս է տալիս, որ իշխանության մոնոլիտը կարող է ճաքեր ունենալ եւ դա հույս է տալիս, որ իշխանության ոչ բոլոր սեգմենտներն են, որ հիացած են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ։ Բայց 1000-ից ավել մասնակիցներ են եղել։ Բան չասեցի, բայց 38 մարդ խիզախել են Նիկոլ Փաշինյանի մասին ԿՊ-ի ներսում 38 մարդ ունենալ նույն գնահատականները, ինչ մենք։ Սա խոսում է, ասում է մեր Ընդդիմադիր որևէ ժողովրդավարության մասին։ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանը չի կարող գտնել իշխանության 38 աջակից։ Սա փաստ է։ Ամբողջ ընդդիմության մեջ էլ Նիկոլ Փաշինյանը չի կարող գտնել իր իշխանության 38 աջակից։ Ասում են, սա խոսում է մեր ժողովրդավարության մասին։ Շատ ժողովրդավար են, դրա համար էլ կին տեխնացուների ցանկում առաջին տեղը զբաղեցնում է այն մարդը, որը պարային ծառայություններ մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Պարզ է, չէ՞ որ առողջապահության ռեֆորմի պատճառով Ավանեսյանը առաջ տեղում չի։ Ընդամենը մի ամիս էր, 2 ամիս էր առաջ չկարողացավ նույնիսկ ԿՊ վարչության անդամ ընտրվել, հետո որոշեց, որ
Ոչ թե որպես նախարար ինքը կարող է հաջողել, այլ որպես պարով ֆլեշմոբ անող։ Կլինակ իրանց ցուցակում ովքեր են առաջի տեղերում։ Քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 932-ը։ Եվ փաստացի Դրանցից էլ վարչապետը ստացել է 894 քվե։ Այսինքն իրականում մի քիչ ավելի շատ մարդ իրան չի քվեարկել։ Դե անվավեր նաև, այո։ Դե կարող միտումնավոր են անվավեր դարձրել։ Հուսանք, որ այդ դեմ քվեարկողները եւ անվավեր ամեն ծածուկ լուսանկարել են իրենց քվեարկությունը եւ մի օր որպես իշխանապողությունից հետո ալիբի ունենան։ Կարծում եմ այդպես էլ արել են։ Բայց ես հիշում եմ, որ դուք ամիսներ առաջ ասում եք, դուք ոչ միայն դուք, ասում եք, որ ճեղքում է ԿՊ-ն, պառակտվում է եւ այլն, ընդդիմություններ ասում։ Ես դες բան եմ ասել։ Ասել եմ իրանց ներսում ֆիլտրումներ ա լինելու։ Հիմա էլ եմ պնդում։ Այնուամենայնիվ, եթե կարտակից դուրս գանք, Նիկոլ Փաշինյանը առայժմ վերահսկում է վիճակը, մենք մեզ չխաբենք վարդագույն երազանքներով, ասում եմ լավ է, որ 38 դիսիդենտ կա ԿՊ-ում, բայց դա բավարար չի, որ մենք այդպես շատ համարձակ խոսենք իշխանության ճակերի մասին։ Ֆիլտրումներ են գնում, բա ինչ-որ մարդկանց են նեղացնում։ Օրինակ Ալեն Սիմոնյանի համար վիրավորական դիլներ 9-րդ տեղում լինելը։ Հենց ծերունի ավազակների որպես օգտագործված իր դու շպրտեցին երկուսին էլ։ Այդ վիրավորական դիլի այդ մարդկանց, դա ցավոտ ֆիլտրումներ են։ Օրինակ Հայկ Սարգսյանին որոշեց եւ շատ մարդիկ նաև չեն լինելու ցուցակներում։ Ֆիլտրեցին միջև քվեարկությունը։ Ուրեմն բա այդ տենց է, ցնցումներ է բերելու իշխանության ներսում։ Ցնցումներ է։ Հիշում եք ես դες ասել եմ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնը կորցնելու է։ Պրայմերիզի արդյունքները ցույց են տալի, որ ես ճիշտ եմ։ Նկատի ունեք, եթե իշխանությունը ընտրվի, եթե մնա այո ես ձերքին ազգային ժողովի նախագահ չի։ դե միգուցե այլ պաշտոն է տեղափոխեն։ Հա, դա կարող է պատգամավորի օգնական դառնա։ Դուք ասեցիք այլ պաշտոնի դրան։ Դե կառավարություն կարող է գնալ։ Չէ, պատգամավորի օգնական ավելի սազական։ Ամեն դեպքում փաստորեն ԿՊ-ում այդքան լուրջ չեն այդ տարաձայնությունները, որ ինչ որ միտեղ մտածեն, որ տարաձայնություններ կան, որոնք առայժմ չեն սպառնում իշխանության կայունությանը, այդպես ասենք։ Հասարակությունը ինչքան ակտիվացավ, այդ ճաքերը կմեծանա։ Բայց կակտիվանա հասարակությունը։ Նկատի ունեք ընտրություններին, թե դրանից առաջ։ Ընտրությունից առաջ։ Տեսնենք, կապրենք մինչև ապրիլ-մայիս ամիսները, ամեն ինչ པարզ կլինի։ Եվ ընդդիմությունն էլ բազմաթիվ սխալներ ունի։ Տեսնենք ով է ում սխալից ավելի արդյունավետ։ Իրատեսական համարում եք, որ մինչև ընտրություններ կարող է իշխանապողություն լինել փողոցով, որ ընտրությունները ամենաարժանավատ միջոցն են իշխանության փոփոխությանը հասնելու համար։ Չէ, մինչև ընտրություններ։ Փողոցով այսինքն իշխանապողություն։ Չէ, դե իմ արդեն նորացիցով օր է նշանակված։ Բայց 4 ամիս կա, քիչ է, 3.5 ամիս։ Փողոցով չի լինելու մինչև ընտրությունները։ Այ կարող են հետ ընտրական, եթե դիմեն տոտալ կեղծիքների, կարող է փողոցային հանգուցալուծում ստանա process-ը, հետ ընտրական զարգացում։ Բայց գնացքը գնացած կլինի։ Այդպեսի բան չի լինում։ Ասենք թե ընդդիմությունը գնաց դատախազության առջև բողոքեց, կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ բողոքեց, սահմանադրական դատարանի առջև բողոքի ինչ շատ մարդ մասնակցի։ Ժողովուրդը փողոցում կվճռի իշխանության ճակատագիրը, կարող եք վստահ լինել։ Միայն կրկնում եմ, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե 1.300.000-ից ավելի մարդ մասնակցի ընտրություններին։ Շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։